Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, եթերում Գալանյուս հավելվածն է, իսկ այսօր մենք Գալանյուս հավելվածի տաղավարում հյուրընկալել ենք հրապարակ ատենապետի պաշտոնակատար Էդվարդ Անտոնյանին։ Բարի երեկո, պարոն Անտոնյան։ Նախ անդրադառնանք կուսակցության հետ կապված խնդիրներին, հրաժարական տվեց հրակատենապետը Հարություն Առաքելյանը եւ դուք ներկայումս պաշտոնակատար եք, սպասվում է նոր ատենապետի ընտրություններ։ Ինչու են միտված այս փոփոխությունները եւ հրակում ինչ վերադասավորումներ են կատարվում։ Փոփոխությունը զուտ քաղաքական նոր իրողության պայմաններում ակտիվանալու նպատակ է հետապնդում։ Հարություն Առաքելյանը նաեւ միաժամանակ հանդիսանում է ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ, այսինքն ՌԱԿ փոխատենապետ, այնպես որ նա կուսակցության մեջ եւ թիմի մեջ մնալու է, որևէ խնդիր չկա, ուղղակի ֆունկցիոնալ առումով ավելի մեծ ծավալների խնդիր է առաջանալու հիմա եւ հարց առաջացավ, որ նոր ավելի ակտիվ ձևով ներկայանալու համար հռակում տեղի ունենա փոփոխություն։ Իսկ թե ով կընտրվի, դա հունվարի 20-ին համագումարը կորոշեն մեր Այսինքն Հայաստանում ընդունված կուսակցությունների մեջ պարակտումները դա չի վերաբերում հրակին։ Այս դեպքին հաստատ չի վերաբերում, որովհետև սա եղել է փոխադարձ պայմանավորվածության քննարկումների արդյունք, բացարձակապես որևէ տարաձայնության հետևանք չի սա։ Դուք նշեցիք նոր քաղաքական իրավիճակ, ինչ քաղաքական իրավիճակի մասին է խոսքը, կարծես թե արտահայտust միայն դեկտեմբերի ամսին անցած տարվա որ փոփոխություններ տեղի ունեցան քաղաքապետի, նախարարների եւ այլն եւ հայ քաղաքացիների համար որևէ էական փոփոխություն դեռևս չի նկատվում։ Առաջիկա ընտրությունները բնականալնելու են ավելի բարդ, որովհետեւ առիթեղելա մենք բարբերաբար այստեղ խոսել ենք դրա մասին, որ բավական լուրջ ուժեր են մասնակցելու եւ իդեպ իշխանության մեջ նաեւ ուժեր կան, որոնք որ խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցի մի տեսքով մի կերպ, որտեղ ոնց կարող են մասնակցել հզոր կուսակցություններին ամեն մեկ առանձին ընտրություններին մասնակցելու։ Ես հատկապես նկատում հանրապետականը եւ Բարգավաճ Հայաստանը։ Եվ այնտեղ էլի կուսակցություններ կան, դե գտավերցնենք դաշնակցությունը, այն կոմիտեի օրինաց երկիրը, իսկ կուսակցությունները, որոնք որ որոշակի դերակատարություն ունեն եւ իրանց սեփական թիմով ծրագրով են ներկայանալու հանրությանը ու պայքարելու բավական լուրջ։ Այսինքն խորհրդարանական ընտրությունների մասին։ Իհարկե, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ ասպասում ոչ թե նախագահական։ Այդ դեպքում վերջին շրջանում ինչ որ տարաձայնություններ են նկատվում կամ մամուլում մենք կարդում ենք ներիշխանական կոալիցիայի մեջ ինչ որ գործընթացներ, բախումներ, նույնիսկ նույն հանրապետականի մեջ։ Սա հասարակ քաղաքացին ընկալի որպես իմիտացիա, թե իրականում լուրջ գործընթացներ են տեղի ունենում ներիշխանական կոալիցիայում։ Ներիշխանական կոալիցիայով եւ ընդհանրապես, ասենք, եթե փորձենք մի հատ գնահատական տալ, քանի որ երկրում ամենամեծ դերակատարություն ունի նախագահը, իսկ նա հասավ նրան, որ ամեն ինչ ինքը որոշի, եւ հետո էլ հասավ նրան, որ իր մոտ չի ստացվում նախագահ աշխատել, արդեն խնդիրներն առաջացավ։ Այսինքն, եթե դու ամեն ինչ ասում ես, ոնց ասեմ, մի ձեռագրով պետք է արվի, եւ այդ ձեռագիրը շատ վատ հնա, արդեն առաջացան խնդիրներ, դժգոհություններ թիմի ներսում, անգամ կուսակցության ներսում։ Ինչու՞ չէ։ Ինչ տիպի դժգոհությունների մասին է խոսքը։ Կարծես թե Հայաստանի կառավարման համակարգում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Կան նույն մերենաշնորհները, բաժանված են երկրի հարստությունը տարբեր մարդկանց ձեռքում, այսինքն ամեն ինչ գրեթե նույնն է, ինչ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանում։ Եվ այս պարագայում դուք նշում եք, որ աճում է դժգոհությունը։ Ինչից պետք է դժգոհի Սերժ Սարգսյանի թիմի անդամը։ Ասեմ ինչ։ Առաջինը թեկուզ հենց հանրապետական կուսակցությունը վերցնենք։ Այս 20 տարվա ընթացքում հանրապետական կուսակցությունը գնալով միշտ հզորացել է, բայց եւ միշտ իմացել է իր չափը։ Չափը իմացել է, մշտապես գնացել է համագործակցության եւ ավելի հզորացել է պարբերաբար։ Այսօր Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցությանը, բացի այդ որ այդ կոլորիտային այդ լուրջ դեմքեր կային այդ կուսակցությունը, հիմա դարել անդեմք այդ կուսակցությունը մի մարդավորոշում բոլորը ենթարկվում են։ Դրան զուգահեռ այդ մարդկանց բոլորին ճշտամի է հանում։ Այսինքն հակադրումը անընդհատ ասում այն մտ տեսեք Բարգավաճին կճնշեմ, հետո չի ստացվում կոմպրոմիսի ա գնում։ Տեսեք այս մեկին կճեն։ Ու անընդհատ թիմին ասում է դե պայքարեք, ինքը չի անում, եւ ստվերային ձևով է ինքը այդ հանրահարականները տալի թիմին հանում է դեմները։ Պատահական չէ, մի հատ բարձ օրինակ բերեմ։ Հիշում եք Հովիկ Աբրահամյանի հետ կապված պատմությունները։ Ինչ կատարվեց։ Անկապ պատգամավորները բարև չէին տալի, որտեղ նախագահականից հանձնարարական էր եկել Հովիկ Աբրահամյանը սև ցուցակում էր հայտնվել։ Սերժ Սարգսյանը ուժը չպատեց Հովիկ Աբրահամյանին, պատժի, գնաց կոմպրոմիսի։
Վերցրեց այդ մարդու գործադիր տնօրեն Արտվուդի, նշանակեց գյուղնախարար։ Հիմա այդ մարդիկ ինչ վիճակում հայտնվեցին, այդ բարև չտվողները։ Այսինքն այս բարակայում կոմպրոմիսը Սերժ Սարգսյանի կողմից ավելի հավանական է, քան արճակատում այն մարդկանց հետ, ովքեր անվերահսկելի են իր կողմից։ Տեսեք հարցը առաջանում, մարդիկ ասում են լավ, Գագիկ Բեգլարյանը քաղաքապետ էր, Երևան քաղաքը շատ վատ ընդունեց այդ առաջարկությունը, որ ինչի է Գագիկ Բեգլարյանը։ Ոնց կթակ որ ասենք այդ կերպարը պետք է լինի համայն հայության մայրաքաղաքի ղեկավարը։ Բայց լավ զորով դրեց, չէ՞։ Հիմա էլ վերջը մասնագիտեք ինչ լկտիություն թույլ տվեց անել եմ, ինչու չեք ողջունում։ Հարցածակում բան չի դրել։ Սկսենք այդտեղից։ Եվ երկրորդ հարցն է առաջանում։ Դու այդ մարդկանցով ես եկել նախագահ դառել։ Հիմա այդ մարդիկ ասում են, բա եթե մեզ արժան չես համարում քաղաքապետ աշխատենք, բա մենք ո՞նց ենք արժան համարել, որ դու նախագահ լինես։ Այսինքն ինքը այդ թիմին նեղացրեց։ Հարցածակում ինչի պիտի նրանցով նախագահ դառնար, որ հետո էլ նրանց ձեռը գերի դառնար եւ փորձեր նրանցից մեկին պատժել, անվստահություն առաջացներ։ Հիմա ուրիշ խնդիր է առաջանում։ Մարդիկ նրանք ովքեր լոգիկայի մի քիչ ունեն հարց են տալիս։ Իսկ Կարեն Կարապետյանը, որը անկուսակցական էր եւ Հայրոց գազարդի տնօրեն, նա քաղաքային համակարգում չէր աշխատում։ Ինչի էր նա ավականի։ Ինչա գալու էր Երևան քաղաքի հարցերով զբաղվեր, նա Երևան քաղաքի հետ առնչվում ուղիղ այնքան ինչքան գազը առնչվում է մայրաքաղաքի։ Հարցածակում, այսինքն նշանակում է ցանկացած պահի, եթե Գագիկ Բեգլարյանը սայթակեր, Կարեն Կարապետյանը դառնալու էր քաղաքապետ։ Այդ դեպքում Գագիկ Բեգլարյանի սայթակելը կանխորոշված էր, հարմար պատճառ էր պետք։ Պարոն Անտոնյան, շատ վերլուծաբաններ նշում են, որ Սերժ Սարգսյանը փորձում է տարանջատվել օլիգարխի կրիմինալ այն հատվածից, որի շնորհիվ ինքը եկել է իշխանության, այսինքն մաքրում է իշխանությունը եւ ձևավորում է նոր թիմ, ճիշտ է, ասենք շատ մաքուր անցյալ չեն ունեցել, բայց ամեն դեպքում հանցագործ անցյալ էլ չեն ունեցել եւ ձևավորում է այլ որակի իշխանություն։ Դա համար մի խնդիր կա, որպեսզի մենք հավատանք իր անկեղծությանը, որ ինքը իսկապես առողջ քննադատող մարդկանց կարիք ունի։ Այդ մարդկանց կհրավերի եւ գործ կտա։ Բայց դա աշխարհարչակ մայստրո Օհանդուրյանի թաղմանը չի գնում մասնակցում, որովհետեւ Օհանդուրյանն իրան քննադատում էր։ 88 տարեկան մարդ ինչի համար էր քննադատում, պաշտոն էր ուզում իրանից։ Շահադիտական նպատակ ուներ, падգամավոր էր դառնալու։ Ինչն էր նրա պակաս։ Այդ մարդը ուներ ակտիվ քաղաքացիական դիրքորոշում։ Եվ քննադատում էր նախագահին, ճիշտ էր անում։ Անկախ նայած այդ քննադատությունը ճիշտ է թե սխալ։ Նա ճիշտ էր վարվում։ Նա դասագերքային ու դասական մտավորական է։ Որպեսզի մենք վերցնենք մարդկանց օրինակ բերենք, ասենք այդպես հարգելի մտավորական, երբ որ ասում ես, որ ես իմ գործը բարեխղճորեն անում եմ, գործ չունեմ ինչա կատարեմ, ոչ, դու արտահայտի քո ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը։ Մենք այդ օրինակը պետք է բերեինք Օհանդուրյանին։ Պարզվում է մեր նախագահը մեռած Օհանդուրյանն էլ չի դերում։ Հիմա դուք ուզում եք դրանից տոմ ես հավատամ, որ եթե երկրում որևէ մեկը առողջ ձևով քննադատի նախագահին, նա դա նրան նորմալ կվերաբերվի, կասի դու օգտակար կադր ես, արի իմ կողքը կանգնի։ Այդքան միամիտ մարդ կա այս քաղաքում։ Այդ դեպքում Սերժ Սարգսյանի թիմը ինչ սկզբունքով է ձևավորվում։ Սերժ Սարգսյանի թիմը ինքը ձևավորում է անձնական նվիրվածության սկզբունքով, բայց այդ սկզբունքով որ ձևավորում է, մարդկանց վատություն է անում։ Եթե դու անարժան կադրին դնում ես բարձր պաշտոնի, այդ մարդը չի կարողանում աշխատել, նեղանում է։ Դե ասма գոնե 5 տեղից յոլայի գնում։ Հիմա մամոթը 5 տեղը գնա, նորմալ չի կարողանում աշխատի։ Այս է խնդրեմը։ Անկամ ում որ դելա նայելա դժգոհ։ Պարոն Անտոնյան, կրկին անդրադառնանք փոփոխություններին, այս փոփոխությունները տեղավորվում են ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ, այսինքն առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, հետեւաբար թիմում ինչ որ վերաձևումներ է տեղի ունենում, որպեսզի ամրապնդվի Սերժ Սարգսյանի դիրքերը։ Եթե ինքը վերադասավորումների գնա, մենք էլի առիթ ա եղել այդ մասին խոսենք, նա պետք է գնա կոմպրոմիսի չգնա չի կարող։ Թիմի վերադասավորման մասին է խոսքը։ Եվ այս փոփոխությունները որ արվում է, նաև ուշադրություն դարձեք, էլի վերադառնամ այդ օրինակին, երբ որ ոչ հանրապետական կուսակցության անդամը դարավ Երևանի քաղաքապետը, ասում են ինչ եղել, թող անկուսակցական լինի, թող մերը չլինի, բայց արժանի կադր լինի, բերենք դնենք։ Բոլորին պաճկով բերեցին, մտցրեցին հանրապետական, այդ մարդկանց ասեն, գիտեք ինչ, ձեզ ենք գործ տալու։ Հիմա էլ այդ մարդկանց ասում են, ձեզ չենք տալու, այդ մյուսներին խաթրներն առնենք։ Ձեզ էլ պիտի հարվածենք։ Այսինքն ինչ ստացվեց։ Եվ այս պարագայում, տեսեք, ասենք նախագահ աշխատելու այն որակները, որը պետք է ինքը ունենար,
երբ որ ինքը գորշ կարդինալ էր, ուրիշ լոգիկայով էր, չէ՞, շարժում։ Իսկ ինչ որ բան կազմակերպվում էր, ինչ որ մարդկանց տեղավորում էր, մեկին օգնում էր բիզնեսը, մեկին պաշտոնի էր դնում։ Հիմա ինքը նախագահ է, հսկայական իրավունքներով, վարչապետի լիազորություններն էլ ինքն է իրականացնում, եւ այդ դեպքում 10 հոգու գործախոս տանը մինի խափում։ Արդեն էլ իրանից են պահանջում։ Արդեն ոչ մեկը չի խափվում դրա վրա։ Այսինքն, եւ դրանով զարմանում են, թե ինչի է անվստահության մթնոլորտը, երբ որ արդեն չի ստացվում գնում է կոմպրոմիսի։ Եվ մի հատ օրինակ բերեմ, ուղղակի պարզ դնելու համար, ինչի այս վիճակը sense խառնվել։ Ժամանակին հիշում եք, Ռոբերտ Քոչարյանի օրոք Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար ասում է երկրում ինչ կատարվի, մատը խառնա։ Հիշում եք, դե Քոչարյանն աշխատում էր, ինքն մատը գցած խառնում էր։ Հիմա դե ինքն է նախագահ դառը, Քոչարյանը գլուխն է կորցրել։ Հիմա արդեն երկիրը 10 մատով է խառնում։ Դա սա ուղղակի որևէ բան չկա։ Պարոն Անդրանյան, կրկին ներկոալիցիոն այդ հակասություններին անդրադառնանք։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Սերժ Սարգսյան հակամարտությունը իրական է թե իմիտացիոն։ Չէ, խնդիրը սա է, հանրապետական կուսակցությունների վիճակի էր միաժամանակ կառավարություն կազմել, եւ եթե ինքը դիմել է եւ կոալիցիոն կառավարություն է կազմել, քաղաքագիտական առումով դա նոնսենս է, այդպես բան չի լինում, մեծամասնությունը կոալիցիոն կառավարություն կազմի, բայց լավ առաջարկել է, մարդիկ եկել են, համաձայնվել են, ասել են այսքան խնդիրները մեր վրա կվերցնենք կանենք, բայց դա չի նշանակում, որ Բարգավաճ Հայաստանը պետք է համաձայնվի դեմքը կորցներ։ Ինչի համար։ Այստեղ դեմ կորցնելը, եթե ինքը կոալիցիայի մեջ է պաշտպանում, ասենք Սերժ Սարգսյանի իշխանությունը, հետևաբար մի հայտարարություն, որ ասենք սատարում է Սերժ Սարգսյանին, այստեղ էական բան կփոխեր։ Ասեմ, եթե մեծամասնություն չունենար հանրապետականը եւ ինքը ստիպված լիներ կոալիցիա կազմել, կասեր, որ գիտեք ինչ, մենք մեծամասնություն ստեղծելու համար գնում ենք կոմպրոմիսի։ Պարտադրված ենք կոալիցիա ստեղծում, այլապես չենք կարող կառավարություն ձևավորել։ Դա ուրիշ է։ Այդ դեպքում կոալիցիայի մեջ մտնող բոլորը կոլեկտիվ պատասխանատվություն կկրեին։ Երբ որ դու ի վիճակի ես ստեղծես կառավարություն, բայց դու ասում ես, չէ, ես եմ որոշում ում հետ կազմեմ, դու էլ չես կարող ասել մեղքը գցեմ նրանց վրա, նայել են կոալիցիոն գործընկեր։ Հարգերս չկազմեիր կոալիցիոն կառավարություն։ Այսինքն կոալիցիոն կառավարություն վճիռ կայացնելու հետագա ամբողջ պատասխանատվությունը քո վրա է, որովհետև հասարակությունը քեզ վստահել է միաժամանակ կառավարություն ձևավորել։ Վերջ, ուրիշ վրա չես կարող գցել։ Այսինքն Բարգավաճ Հայաստան կուսակցության կոալիցիայից դուրս գալ չգալու ոչ թե որոշում է Գագիկ Ծառուկյանն, այլ որոշում է Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը ինչ որ հաշվարկների դերնելով, որ դեմը նաև նախագահական ընտրությունները խորհրդարանականից հետո փորձել է կոալիցիա կազմել, որպեսի նախորդ անգամ էր այդպես, չէ, որպեսի կարողանար հաղթել նախագահական ընտրություններին, եւ որից հետո ինքն առաջարկել, չէ, եկեք միանանք։ Հիմա եթե ինքը դժգոհ է այդ միացումից, պետք է ինքը առաջարկի, ասի, գիտեք ինչ, ես առանց էս վիճակի եմ, բայց նա իրանց հետ չի կարողանում, առանց իրա չի կարողանում։ Այն երբ որ ինքը որպես շախմատի ֆեդերացիայի նախագահ բնականը լավ պետք է իմանա, չէ, շախմատում կա ցունցվանգի արտահայտությունը, չէ, երբ որ ինչ քայլանում ես ի վնաս քեզ է, եթե քայլ չես անում, ժամանակդ վերջանում է քայլ առնելու։ Հիմա ինքը ցունցվանգի մեջ է։ Լավ, երևի պետք է շատ մեծ տաղանդ ունենալ, որ տիրապետելով հսկայական ռեսուրսների կարողանաս հայտնվել ձեր ասած իրավիճակում։ Ինձ համար անհասկանալի է, շատ քաղաքացիների համար է անհասկանալի։ Ստեղծված իրավիճակում ինչպես կարելի է չտեսնել այն սոցիալ քաղաքական ճգնաժամը, որը կա Հայաստանում, նամանավանդ ասենք տնտեսական ոլորտում, երբ հասարակության գրեթե բոլոր խավերը, միջին բիզնես, խոշոր բիզնես, մանր բիզնես, դժգոհ են ստեղծված տնտեսական իրավիճակից եւ որևէ քայլ չկատարել այդ ուղղությամբ։ Ասում են վարչապետը կրթված վարչապետ է, հետեւաբար ինքը պարտավոր է ինչ-որ բան անել։ Երկու հարց առանդառնամ հենց դրա հետ կապված։ Առաջինը, միջև Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը փորձում էին, ասենք, մի հատ բացական բան գտնեն, որպեսզի ընդդիմադիր թերթերը այդ մասին խոսեն, որպեսզի վարկաբեկեն։ Չէ, դա որն էր, ամենացածուն վարկաբեկող բանը, ասում են կազինո է գնում։ Հիշում եք։ Անկամ ռուսական քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից մեկը ռուլետկա նվիրեց, չէ, ասես այ մոտ գնախաղաքում ինչին է պետք քաղաքականությունով զբաղվել։ Իհարկե ողբերգություն է, ոնց երկրի նախագահը կազինո է գնում, չէ՞։ Բայց ուշադրություն դարձրեք, ինչ Սերժ Սարգսյանն ընտրվել է, մինչև այսօր այդ թեմայի ոչ մեկը չի խոսում։ Ինչա մոռացել են այդ մասին։ Չէ, անեզ նախագահը աշխատեց, այդ թերությունը դարավ առավելություն։ Հիմա ասեմ ինչի։ Եթե ապրիլի 9-ին 2008 թվականին Սերժ Սարգսյանը ինագուրացիայից հետո գնար Մոնտե Կարլո ու մտներ կազինո ու մինչև այսօր դուրս չգար,
չէ, ամեն օր $1 միլիոն տարվեր։ Այդ փողը վերցնել Հայաստանի բյուջեից։ Մենք է պարկ վերցնենք աշխարհից։ Մեր արտաքին պարտքը կաճեր ընդամենը $1 միլիարդով։ Բայց Սերժ Սարգսյանի քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր արտաքին պարտքը ավելացավ 3 միլիարդ։ Հիմա մարդիկ խնդրում են, ասում են, ձեր ցավը տանեմ, 2011-ի բյուջեն կազմել եք, նորից արտաքին պարտքը $1 միլիարդով ավելացնելու եք։ Լավի լավություն անենք, գնացեք ախպեր $1 միլիոն ամեն օր տարվեք, գոնե 365 միլիոնով մեր պարտքը կավելանա։ Հիմա նույնը նաև դիմում են կառավարությանը, չէ՞։ Ասում են, լավ ինչ վատություն են կարել ձեզ, մի տարի մի բարեփոխի։ Այս ժողովուրդը չի դիմանա այդ բարեփոխմանը։ Մի տարի ինքնակարգավորումով ոտի կանգնենք։ Նոր որոշենք ինչ ենք անում։ Հիմա տեսեք, ասենք, այդ ապաշինողության հետ կապված շատ բաներ կա։ Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, շատ դեպքերի մեջ չեմ խորանում, ասենք, տնտեսական, ասիկեն այդ թեմաների մեջ ավելի մանրամասն անդրադառնում։ Եթե անցնես մի հատ շենքի մոտով տեսնես շատ փոքր թերություն, կփորձես այդ շինարարին ասել, այս փոքրիկ թերությունը մասնագիտորեն բացատրես, որ ճիշտ չես անում։ Բայց երբ որ գնում ես տեսնես մի հատ այլանդակություն ա կառուցում, շրփատաշ քարը դրելա պանելը գլխին չգիտես ինչ, ընկնելու է շենքի մարդկանց, ավելի ինչ ես ասում, ասես շուտ դուս եկեք դուս, ասում ինչ թերություն կա, ասես թերությունը դու ես դուս արի, ոչ ես բացատրում ստիպի նորման որնա, մյուսը որնա։ Այսօր անգամ իմաստ չունի խորանալ թվերի մեջ։ Գնացել են Հայաստանի կառավարությունը գնացել էր Շանհայ Էքսպո, չէ՞, հիշում եք, ինչ որ գնացել էր միջազգային ցուցահանդեսի բան աշխարհային քաղաքերն ներկայացնում։ Պատկերացնում եք, չէ՞, ամբողջ աշխարհը գնում է ցուցահանդեսի, իր նվաճումն է ցույց տալիս, մեկ է գոնե նվաճման այն մասը, որից ասում է այսքանն արել եմ, այսքանին եկեք միանանք, միասին արենք։ Հայաստանը ինչ էր տարել։ Մի հատ քաղաքի լեգո էր հավաքել։ Մեր կառավարությունը հավաքվել է, դա հասկանում եմ, մի մաս կա որ ծանր մանկություն ունեցել, լեգո չի ունեցել վախտին։ Մի մասն էլ էս մանկամիտ երեխեքն են, որ լեգոյի խաղը դեռ չեն թարգել։ Հիմա եկել են նստել են, հավաքել են, տարել են ցուցահանդես, ասում են, բա գիտեք ինչ ենք որոշել, որ լավ լինի, մի հատ լավ քաղաք ենք սարքելու։ Այս շենքն է, այս հիվանդանոցն է, այս փողոցն է։ Հետո ասում է, գիտեք ինչքան մարդ հետաքրքրված է մեր տաղավարն եկավ նայեց։ Եթե դուք ձեր տաղավարի են անկյունը մի հատ գազանանոց սարքեք, բոլորս ուշադրությամբ այնտեղ կնայեք, կզարմանանք, ասենք, ի՞նչ կապ ունի։ Մարդիկ զարմացած գալիս ասում են, լավ, գոնե մենք գիտենք մեր կառավարության ունակությունը, ամբողջ աշխարհին չի տարակ ցուցահանդես անեցիք, որ մեր կառավարությունը ընդհանուր լեգո է հավաքում, էլի ուրիշ ոչ բառով զբաղված չի։ Այդ դեպքում ինձ համար տարօրինակ է, որ ընդդիմության դիրքերը ստեղծված իրավիճակում չի ամրապնդվում։ Այսինքն ամեն ինչ խոսում է այն մասին, որ ընդդիմությունը շատ ավելի բարձր վարկանիշ պետք է ունենար եւ եղանակ ստեղծեր քաղաքական դաշտում, սակայն կարծես թե հակառակն է տեղի ունենում եւ ընդդիմությունը ավելի շատ դիտորդի կարգավիճակ է սկսել ձեռք բերել։ Ձեզ համար տարօրինակ չէ, որ ամեն ինչ վատ է, սակայն ընդդիմությունը այս ամեն ինչ չի օգտվում։ Տարօրինակ չի, սարսափելի է, ինչի, որովհետեւ տևական ժամանակ ես եղել եմ այդ ամեն ինչի կողմնակից ու ես իմ էությամբ միշտ ըմբոստ մարդ եմ ու թերությունների նկատմամբ անհաշտ։ Ես միշտ ափսոսել եմ, որ ընդդիմությունը դրել է մի հատ մաքսիմալ ծրագիր, այսօր բոլորին ուղարկենք տուն, եթե չեղավ մենք գնանք տուն։ Ու դա չի իրականացել ու մարդկանց էլ հիասթափեցրել են։ Մենք պետք է խնդիր դնենք չէ ամեն օր առաջ գնալու։ Եվրոպան հույսով այսպեսին չի եղել։ Ընդհանրապես անցյալ դարի մեջ երկու հատ համաշխարհային պատերազմ եղել Եվրոպայից է սկսել։ Ամերիկան հույսպեսին չի եղել։ Ընդհանրապես անցյալ դարվա սկզբին ով կոլտը շութանում էր, նա ճիշտ էր։ Այսօր աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը չի, որտեղ ամեն հաջորդը պետք է նախորդի սխալը շտկի, նախորդի դրականը շարունակի։ Մեր մոտ այդպես չի, որովհետև նախորդի սխալը այսօր մենք տեսնում ենք, որ երեկվա վատը այսօր շատ վատ է, երեկվա լավը այսօր վատացել է։ Բայց այդ դեպքում ընդդիմության պահանջը դա չի դառնում, ասում է դուք գնացեք մենք կանք։ Շատ ուրախ կլինենք, եթե դա հաջողվի, բայց երբ որ դա չի հաջողվում, արդեն սկսում են մեսիջներ ուղարկել իշխանությանը, դե լավ գիտեք ինչ, արտահասթիկային ընդդիմությունից մեզ դարձրեք հաստիկային ընդդիմություն, ինչի համար, որ ինչ արվի, ինչ իշխանության կողքը պակաս կա, ինչ պրոբլեմ ունի, երաշտական գործիքներն ունի, Սերժ Սարգսյանը իր կողքը, ճիշտ է, հաճախորդներն ունի, ինչն է իր պակաս, մի հատ հաճախորդ ավել, մի հատ հաճախորդ պակաս։ Այդ դեպքում պետք է որ այդ ընդդիմության տեղը ինչ որ այդ նիշանը ինչ որ բանով լցվի, ինչ որ մի քաղաքական ուժով կամ քաղաքական ուժերով, սակայն դա եւս տեղի չի ունենում։
այսպիսի խնդիր, նոր որակի պայքարի համար մենք պետք է հաշտվենք մի մտքի հետ, որ այդ հեղափոխություն ասած է այսպես չի, որ բոլոր վերևինները գնացել են, բոլոր ներքևիններն եկել են։ Եվ հետո մենք այստեղ չենք ընտրում հրեշտակներ։ Մենք խոսում ենք կոնկրետ երկիրա իր խնդիրներով եւ ընտրում ենք եղած ռեսուրսի մեջ։ Ընտրությունը կատարում ենք եղածների մեջ։ Քանի անգամ այդ թեմային անդրադարձել ենք, թե Վրաստանում, թե Ուկրաինայում, թե Կիրգիզիայում, չի եղել այնպես, որ ամբողջ ընդդիմությունն եկել է, ամբողջ իշխանությունը գնացել է։ Իշխանության մի մասին օգնել է հասարակությունը, բերել է իշխանության։ Սա է հարցը։ Եթե այսօր մենք տեսնենք իշխանության մեջ էլ անգամ ռացիոնալ գործընկերներ, հասարակությունը օգնի ու փոխի որակը, համակարգային փոփոխության գնա, բայց նաև այդ աջակցությամբ գնա, բարեփոխում անի վերևից ներքևի ճնշումով, մենք վաղուց մեր խնդիրները լուծած կլինեինք։ Պարոն Անտոնյան, հայ ազգի մոտ կարծես վերջի շրջանում ձևավորվել է մի մոտեցում, որ քաղաքականությունը որոշվում է 3 նախագահների տիրույթներում եւ դրանից դուրս չկա քաղաքականություն։ Սա այս մոտեցումը, այս մտածելակերպը գովելի է, թե մենք ի վերջո պետք է դուրս գանք այդ մտածելակերպից եւ նայենք առաջ։ Մտածելակերպը ցավալի է, ոչ թե գովելի է։ Իդեպ, եթե նա մարդը նախագահ է աշխատել, անկախ նրանից ինչքան թերություն է թույլ տված, նա հսկայական փորձակուտ ակել, հսկայական։ Լավ տեսեք, ինչ շփումներ, աշխարհի մեծերի հետ նստելու արժե, ինչ կարգի ինֆորմացիա է կուտակված, դա հսկայական ռեսուրս է, որը պետք է անպայման օգտագործել։ Անպայման չի այդ օգտագործել լինի, որ անպայման նախորդները միշտ իշխանության կան։ Այլ այդ ռեսուրսը մեր կյանքում ամբողջ աշխարհը այդ ռեսուրսը շատ թանկ է գնահատել։ Այն դեպքում, երբ որ իրանք նաև շատ մեծ հնարավորություններ են, մեզ համար մեծ ճոխություն է, որ մենք նախորդներին ասենք, որ դուք գործ չունեք, բայց պետք է նորին տեսնենք, մեր կողքին տեսնենք, նկատենք, գնահատենք, ոչ թե ամեն անգամ հենց դժգոհենք, հետ դառնանք, հետո նայենք ինչա։ Այսօր մեր երկիրն ինչ վիճակի առաջ է կանգնել։ Լավ ուշադրություն դարձրեք տնտեսական քաղաքականության հետ կապված նայեք ինչա վիճակը, նաև նայեք սոցիալական քաղաքականության հետ կապված ինչա վիճակը, մարդու իրավունքների հետ կապված ինչա վիճակը։ Այսօր ինչ ցուցանիշ վերցնեք միջազգային կազմակերպությունները, որ վերցնում ցուցանիշները նայում են։ Ասում են Հայաստանը գերազանցում է Սոմալիին, բայց հետամնում Քենիայից։ Մի քիչ մնում են ասում, հա, այս ցուցանիշով է Քենիային անցել, բայց Նիգերից է այդ մնացել։ Փաստորեն մենք դառանք բանանային երկիր, հա։ Դե եղբայր, եթե մենք բանանային երկիր ենք, գոնե բանանը գինեժանացրեք, մարդիկ ուտեն դրանով մխիթարվեն։ Ծիրանի երկիր Հայաստանում ծիրան չկերավե ժողովուրդը։ Դե ասեք, որ բանանային երկիր ենք, գոնե բանան ուտեին ես մարդիկ։ Շնորհակալություն պարոն Անտոնյան, այժմ զրույց են դատեն գովազդով, գովազդից հետո կվերադառնանք։ Գովազդ հարգելի հեռուստադիտողներ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Կոնսուլ Էլեկտրոնիկս։ Դանիական Տետրապարկ, գերմանական Հանընդկո, Վիրմագեդոն, Սանկտ Պետերբուրգի Խիմպիշե Արոմատիկա, Մոսկովյան Զիլյոնեի լինի ֆիրմաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում բլուր ընկերություն առաջարկում է սննդի արտադրության բարձրորակ հումքեր, ներկեր, արոմատիզատորներ, բուսային յուղեր, դոնդողանյութեր, կայունացուցիչներ եւ այլն։ Հումքերը ներմուծվում են անմիջապես արտադրողներից, որոնց պահպանման եւ տեղափոխման պայմանները համապատասխանում են ընդունված նորմերի։ Հասցեն Կարեն Դեմիրճյան, առաջին նրբանցք 8 կոտորակ 1։ Ամանորի կապակցությամբ կիրառվում են բազմապիսի զեղչեր։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք զրույցը Էդվարդ Անտոնյանի հետ։ Պարոն Անտոնյան, այս դեպքում ձեր կուսակցությունը հրակը իրեն որ տիրույթում է տեսնում։ Հայաստանում էլի կրկնեմ, որ ձևավորվել է կարծես մի 3 շրջան՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, եւ այդ շրջանակների ներսում են տեղավորվում։ Դրանից դուրս արդեն մարգինալացվում են։ Շատ։ Առաջինը ասեմ հետևյալը։ Ռամկարազդական կուսակցությունը լինելով լիբերալ-դեմոկրատական կուսակցություն, նաև եղել է ազգային, որտեղ ավանդական կուսակցություն ազգային չլինել չէր կարող։ Իհարկե, երբ որ Հայաստանը նոր անկախացավ,
եւ համայնավարական երկրի մասնաճյուղից դառնար ինքնուրույն շուկայական տնտեսությամբ երկիր, այդ ժամանակ իշխանության եկան լիբերալները, չէ, բայց իրանք իրականացրեցին վայրի կապիտալիզմը։ Իսկ կապիտալի նախասկզբնական կուտակման վայրի կապիտալիզմի փուլն են աշխատել հայաշեականները։ Երբ որ նրանք ասում են իրանք գաղափարախոսության կրող են բան եւ այլ, մենք դա ենք տեսել։ Բայց այդ ժամանակ քաղաքական դաշտում արդեն Հայաստանի ռամկավոր ազատական կուսակցություն 91 թվականից արդեն գրանցված էր։ Բայց այդ մարդիկ ինչ էին ասում։ Ասում են ախպեր չեն, վերցրեք ազգայինը եւ ազատականը համադրեք, ոչ թե հակադրեք։ Իսկ ինչ առաջացավ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է։ Կոսմոպոլիտ գաղափարներով խոսացին, շուկայական տեսության մասին էին խոսում, ամբողջ երկիրը դրեցին, սեփականաշնորհեցին, այն դեպքում երբ որ այն երկրներից որոնցից օրինակ էին վերցրել, ռազմավարական բոլոր օբյեկտները պահել էին։ Հսկայական թվով պետական օբյեկտներ կար, այսինքն այս ծայրահեղությունը նաև անփորձությունից էր գալի։ Իրանք այսօր դրեցին, մերժեցին, չթողեցին ազգային ու ազատականը համադրված կուսակցությունը, որը որ 100 տարվա բեռով փորձով պետք է գա դաշտ մտներ ակտիվանար, ոչնչացրեցին, չոչնչացրեցին, թույլատրեցին ամեն դեպքում, եւ այսօր ինչ բերեցին։ Դրանից հետո հիմա 2008 թվականի ճգնաժամից հետո ամբողջ աշխարհն ասում է, գիտեք, ազգայինը այսօր գերակա է, հասկացեք, հիմա եկել է մեր ժամանակը, որ ասենք եկել ենք ասենք, ժողովուրդ ջան, որ այդ ամեն ինչը լսեիք, կամ եթե չէ, որ դուք Եվրոպայի մասին խոսում եք, մոդայի հետևից էիք ընկել։ Այսօր ասում եք, մի ժամանակ ասում եք սովետական միության ժամանակ Եվրոպան հրեշ է, հետո սովետական միությունից հետո հրեշտակներ են։ Այսինքն իրականը չգիտեիք։ Ռամկավոր ազատական կուսակցությունը եւ մյուս ավանդական կուսակցությունը, դա շրջանակներ ունեն, գրասենյակներ ունեն, հսկայական փորձ ունեն։ Այսինքն այդ փորձը վերցնեիք, որն է Եվրոպայի լավը, որն է Եվրոպայի վատը, մոդայի հետևից չընկնեիք։ Այսինքն այդ ռեսուրսը, որ մենք ունեինք, այդ ռեսուրսը, որ կար, չասեմ մենք որ ավելի ուշ եմ միացել, բայց ընդունել եմ այդ մարդկանց արժանիքը, որ ասել ենք հարգելիներս, դուք այսօր եկել ա ձեր ասելու ժամանակը, որ լիբերալ գաղափարախոսությունը ամբողջ աշխարհը արդեն վերանայել է։ Ամբողջ աշխարհը վերանայել է, ընդօրինակել այն ինչ որ մենք ենք ասել, 100 տարի մենք ասելով կուսակցությունն է ասել, այսօր մենք ուրիշից ենք ընդօրինակում։ Մենք նայում ենք տենակ Ամերիկայից ասենք մի հատ բոմժ, եթե դեք ինչ որ մի բան ասեց, ասում ենք, հա, եթե միստր բոմժը ասեց, նա լավ գիտի։ Հարգելիս, բայց այդ նույն բանը, այդ նույն մարդիկ վերցել են, քու ձեռքի տակ քու կողքի մարդկանց մերժում ես, քու կողքի մարդկանց չես լսում։ Մենք այսօր ասելու ենք բավական ակտիվ։ Ցավում եմ, որ ժամանակին տպավորությունն ա եղել, որ Հայաստանի ռամկավոր ազատական կուսակցությունը ինչ որ մանևրներ է արել, լղոզված քաղաքականություն ա վարել, ինչ որ այնց ակտիվ չի երևացել։ Տա Աստված իմ պատկերացրած ակտիվությամբ սկսենք, մեր գործողությունները կլինի եւ ակտիվ, եւ ինչու՞ չէ նաեւ ագրեսիվ։ Ու դուք կտեսնեք ինչպես են ներկայացնում ծրագիրը հանրությանը եւ ինչպես են գնում ընտրությունների։ Իսկ թե ում հետ գործընկերային հարաբերությամբ կգնանք ընտրությունների, դա արդեն ապագա ցույց կտա, դա այսօրվա խնդիր չի։ Այս բարակայում մեկ հարց ակտիվության առումով, ակտիվությունը ինչպես է պատկերացվում կուսակցության նամանավանդ ընդդիմադիր, որովհետև ընդդիմադիր կուսակցության ակտիվություն կամ քաղաքական ուժի ակտիվություն ընկալում է որպես հանրահավաք կամ երթ։ Համաձայն չեմ։ Դա ընդհանրապես մի հատ երևացող բան է։ Եվ ցավոք հանրահավաքը եւ երթը դարձրեցին նպատակ։ Այսինքն այ բերեք մի հատ հանրահավաք անենք եւ քանակով որոշենք, ստացվեց հանրահավաքը թե չէ։ Իր էությամբ ըմբոստ մարդը ցանկացած անհաշտ մի բան տեսավ, դուրը չեկավ, դե փողոց դուրս գա։ Նա չպետք է տանը նստի ու ասի հանրահավաքը 5 հոգի մի մարդ կարող ալի դուրս գա փողոց մի հատ պլակատ իր ցուցանակ իր մի բան գրի, ասի ես այս բանից դժգոհ եմ։ Այսինքն հանրահավաքը չի որ պետք է չափի ակտիվությունը։ Իսկ ինչ վերաբերում է կուսակցությունը, իհարկե արտախորհրդանական կուսակցությունները լուրջ դժվարություններ են ունենում, չես համեմատի խորհրդանական կուսակցությունների հետ։ Բայց ես դες մի բան ասեմ։ Այսինքն եթե մենք այսօր նայենք թե Հայաստանում կուսակցությունների վրա ինչքան միջոց է դրվում ֆինանսական, ինչպիսի միջոցներ է դրվում, այդքանով կարելի է մի հատ սովյալ աշխարհամաս կերակրել։ Այսինքն ով է այդ միջոցները դնում եւ ինչի համար։ Այդ միջոցը շրջանառվում է։ Այսինքն եթե տեսան գործընկեր, եթե տեսան ծրագիր, եթե տեսան իմաստ, կգտնվում է նաեւ միջոցը։ Դու ոչ մեկը չասի Հայաստանում հնարավոր չի քաղաքականությամբ զբաղվել, ճիշտ չեն ասում։ Ուրեմն ասելիքը այնպեսին չի, որի վրա կգտնվեն փող դնողներ։ Փողը միշտ կան։ Փող հոսում է, գետի պես ավելի շատ ասում, քան կարելի է պետություն պահել մենակ կուսակցությունների վրա ծախսվող միջոցներով։ Չենք տեսնում ինչ է կատարվում։ Եթե կոնկրետ որևէ կուսակցության չեն ակտիվացնում կամ նրա ակտիվությունը չեն խրախուսում, նշանակում է նա որպես գործընկեր չեն ընդունում։ Պարոն Անտոնյան,
Այստեղ մենք հաջորդ ընտրություններին 2012-2013 թվականին ըստ ներկայում ստեղծված իրավիճակով ձեր կանխատեսումները չնայած շնորհակալ բան է, բայց ամեն դեպքում ունենալու ենք որակական փոփոխություն, թե ունենալու ենք կրկնօրինակը, ասենք 2008 թվականի կամ 2007 թվականի ընտրությունների եւ այդպես շարունակ։ Մենք անընդհատ ամեն ինչ անում ենք ավելի վատ։ 2008 թվականի ընտրությունները ամենավատն էին անցկացված ընտրություններից։ Հիմա 2012 թվականին ակնկալենք, որ էլի ճակերտավոր առաջընթաց են գրանցելու։ 2012 թվականի ընտրությունները համեմատենք 7-ի հետ, որտեղ նայել են խորհրդարանական ընտրություններ եւ թեկուզ 8-ն էլ նայենք, հա։ Այս ընտրությունը չի լինելու այնպես ինչպես նախորդը։ Տարբերությունը որն է։ Նախորդ անգամ ամբողջ իշխանությունը միավորվեց, ընդդիմությունը մի հատ հզոր դեմքով հանդես եկավ, որը թիմ էր, հզոր թիմ էր։ Լեոն Տեր-Պետրոսյանը առաջին նախագահ եղել եւ հասարակական այդ ամբողջ ատելությունը հավաքվեց իր կողքը։ Դնենք մի կողմ ինքը ճիշտ արեց, որ որոշակի ձևակերպումներ արեց, որ այդ մարդկանց սրեց ատելություն մոնղոլ թաթարների եւ այլ դա հարցի մի կողմն է։ Ի վերջո անհաջողվեց այդ ժողովրդին հանել փողոց։ Եվ տեսեք ինչն է խնդիրը։ Իշխանությունը հասկացավ, որ այս ատելությամբ, այս ագրեսիայով եթե գան, քշելու են բոլորին։ Ու դրա համար կյանքի գնով պահեց իշխանությունը։ Այսինքն դեմքերի ու դեպքերի առաջ կանգ չառավ։ Կրակելու գնով պահեց իշխանությունը, որտեղ ասեց Աստված չանի, կորցնենք, մեզ են կրակելու։ Այ էս էր օթում։ Բացարձակապես իշխանության արածը չի արդարացում, դրա մասին չի խոսքը։ Ես ուղղակի ասում ինչի տենց եղավ։ Հիմա այսօր այդպես չի։ Ընդդիմությունը այդպես հզոր ռեսուրս չի կուտակել, ընդդիմությունը այսօր ինքը չի ֆավորիտը, այսօր իշխանության մեջ միասնական չեն հանդես գալու, իշխանության ուժերը, մարդիկ կան, որոնք ասում են նախորդ անգամ էլ պաշտպանեցին քեզ, հարգելի պարոն նախագահ, տեսանք հետո ոնց է վարվում գործընկերների հետ։ Ամենադեպս Սարգսյանը հաջողվեց իրան այս կարճ ընթացքում ցույց տա, որ ինքը անհուսալի գործընկեր է։ Ու դրա համար այսօր դες ինքնամոռաց չեն հարցակվի նրա կողքը կանգնեն միայն նրանք, ովքեր ուրիշտեղ կանգնելու տեղ չունեն։ Իսկ նրանք ոչ թե օգնելու են Սերժ Սարգսյանին, այլ պարզապես սապոգներից կախվելու են։ Այսինքն նրանք գնում են, որ ոչ թե Սերժ Սարգսյանն ասեն, մենք քեզ համ երկու բառ կասեն աջակցող, բայց միևնույնն է, նրանք ակնկալիք ունեն Սերժ Սարգսյանից։ Այսինքն կայացած հզոր ուժեր, որոնք որ ինքնուրույն քաղաքական դաշտում անելիք ունեն, իմաստը չեն տեսնելու իրան պաշտպանեն։ Հետո ինքը շատ լուրջ կոմպրոմիսի պիտի գնա, որ այս մարդիկ համաձայնվեն իրան պաշտպանել, այնե գինը լրիվ ուրիշ է ալնելու։ Այսինքն իշխանության դեմքը փոխվելու է։ Դրա համար պարզապես իմ խորհուրդը այն ընդդիմադիրներին, որոնք որ հույսները կտրել են, որ մեր երկրում իրանք ինչ որ մի բանի կհասնեն ու փորձում են Սերժ Սարգսյանից մի քանի մանդատ փոկեն, ազնիվ պայքարով իրանք այդ մանդատները կստանան, որովհետև իշխանության մեջ լուրջ պայքար է գնալու, այդ ընթացքում այսպես թե այնպես ընդդիմությունը պահանջված է ալնելու։ Ինքը դա կստանա առանց պայմանավորվածության, պետք չի պայմանավորվել, պետք է հստակ թիմին տանել պայքարի։ Պարոն Անտոնյան, նշում էր Սերժ Սարգսյանը ցանկանում է շատ բարձր տոկոսներով հաղթել պարլամենտական ընտրությունները եւ հարցերը փակել 2013 թվականի ընտրությունների։ Դուք արդեն 2012 թվականի ընտրությունների մասին եք խոսում, 2011 թվականի սկզբին ասում ենք, որ դա հնարավոր չէ։ Այսինքն շատ լուրջ հիմնավորումներ ունեք դուք։ Իհարկե։ Այսպես պետք է նայենք, որն է Սերժ Սարգսյանի թիմի հաղթանակի գրավակը, ինչով է հաղթելու։ Միայն իշխանական ռեսուրսով։ Վարչական ժողովուրդը գոհա այսօր։ Լավ է ապրում ժողովուրդը։ Ամեն ինչ լավ է, մեր ժողովրդավարությունն է, բան, հա ամեն ինչ նորմալ է, հա։ Հասարակությունը չի որոշում իշխանությունը։ Եթե հասարակությունը չի որոշում, իսկ ուժերի վերադասավորման արդյունքում նաև ուժերը բավական ազդեցիկ թիմեր են, որոնք որ այդպես հիացած չեն Սերժ Սարգսյանի ղեկավար ենթակայության տակ մնալու, նրանք չեն աջակցել, որ նա ինչ թիվ ուզենա նկարի։ Այդ են միասնական թիմով հանդես եկան, որ Սերժ Սարգսյանը հազիվ պլստացին, կարող եմ մոռացել եք, որ միտինգեր հրավիրել, այդ մարդիկ եկան օպերայի հրապարակ։ Արդեն իշխանության մեջ մարդիկ պաշտոնյաները մի կողմից մի կողմ են գնում։ Այդ որ ռեսուրսով է Սերժ Սարգսյանը այդ մարդկանց պահելու։ Պարոն Անտոնյան, ցավոք սրտի մեր ժամանակը արդեն մոտենում է ավարտին եւ թերևս վերջին հարցը
Առաջիկայում դուք ակնկալում եք լուրջ քաղաքական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել արտահերթ համապետական ընտրությունների, չասեմ խորհրդարանական կամ նախագահական։ Համապետական ընտրությունները որպես լինեն արտահերթ, միայն կարող լինի ֆորս մաժոր։ Որովհետև այլ դեպքում իսկ այդ ֆորս մաժորը մենակ ներպետական խնդիրներով պայմանավորված չի լինում, պայմանավորված ալում դրսի հետ։ Որովհետև մնացած այլ դեպքերում որ կողմը պետք է ուզենա արտահերթ ընտրություններ։ Ընդդիմությունը հարթակի այդ ռեսուրսը չունի տապալի իշխանությանը։ Իշխանությունը այսօր հազիվ է գլուխ անում, այսօր իշխանությունը ձեռնա չի կարող իմանա ինչ անելու։ Այսօր նա լրջորեն վերադասավորման անհրաժեշտություն ունի, որ ինքը կարողանա այդ հարցերը։ Այսօր Սերժ Սարգսյանը ինչին է պետք, ասիկա ինքը տենց սպիտակներով խաղացող է, հա։ Ինքը այնքան ուշ է որոշում կայացնում, արդեն մոլորակը մեր կկրուկ ֆռռում է։ Նա ո՞նց կարա հիմա այսօր որոշի ասի, ես արագ սկսեմ, քանի ուրիշները հանկարծակի են եկել, ես արագ քայլանեմ չի անի։ Այն մյուս թևին ինչին է պետք որ գնա արտահերթի հետ կապված։ Այսինքն ում շահերից է բխում արտահերթ ընտրությունը։ Դա պիտի նայենք։ Եթե մենք տեսնենք դա, նաև կասենք կան նախադրյալներ։ Այսօր արտահերթ ընտրության նախադրյալներ չկան։ Դա նորից եմ ասում, կլինի միայն, եթե այնպիսի մի կատակլիզմ տեղ ունենա մեր տարածաշրջանում այնպիսի դեպքեր զարգանան, որ ուղղակի դա հանգեցնի դրան։ Բայց դա կապ չունի ներքաղաքական պայմանավորվածությունների հետ։ Ներքաղաքական պայմանավորվածությունները դեպի հերթական ընտրություն գնալն է։ Շնորհակալություն պարոն Անտոնյան, բովանդակալի զրույցի համար։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ հիշեցնեմ, որ այսօր մենք այս տաղավարում հյուրընկալել էինք ՀՌԱԿ ատենապետի պաշտոնակատար Էդվարդ Անտոնյանին։ Ստեսություն եւ ամենայն բարիք։